Քրիստոսն էլ սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որ նրան սրբացնի, մաքրելով ջրի ավազանով, խոսքով, որ իր առաջին փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշոմություն, կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։ Ողջունում եմ ձեզ սիրելիներ Քրիստոսի սուրբ ներկայության մեջ եւ հրավիրում եմ կանգնենք մեր գլխի առաջ, կանգնենք թագավորի առաջ, եկեղեցու գլխի ներքո, մեր գլուխները խոնարհեցնենք Փեսայի ներկայության մեջ եւ ողջունենք նրա ներկայությունը մեր մեջ։ Շնորհակալություն հայտնենք այս պահի համար, որ իր սուրբ եկեղեցուն շնորհ է արել կանգնեցնելու իր առաջ, իբրև սուրբ կույս, անարատ, մաքուր, անբիծ, կատարյալ եւ փառավոր եկեղեցի դարձնելու նպատակ ունենալով։ Մենք խոնարհվում ենք քո առաջ ով Քրիստոս եւ աղոթում ենք, որ շնորհ անես մեզ, քո սուրբերին, շնորհ անես քո եկեղեցուն, մասնակիցը լինելու այսօր քո երկնային խնջույքին, քո երկնային ուրախությանը, ներկա եղիր մեր մեջ ով մեր Փեսա, մեր գլուխ, մեր թագավոր եւ քո ներկայությունը թող փառավոր լինի քո սուրբ եկեղեցու մեջ, թող քո ներկայությունից մեր սրտերը ցնցան, մեր գլուխները խոնարհվեն, մեր հոգիները փառավորվեն քո սուրբ ներկայությանդ մեջ ով Աստված, եւ հիմա մենք քեզ օրհնում ենք, փառք ենք տալիս Տեր, եւ ողջունում ենք քեզ սրտանց, մեր ծափարությունների փունջն ենք բարձրացնում քեզ, ով Քրիստոս, բարի գալուստ ենք ասում քեզ, որ այսօր շնորհ արեցիր ներկա գտնվելու քո սուրբ եկեղեցու, սուրբ պատարագին Տեր։ Օրհնյալ լինես դու Քրիստոս, օրհնյալ լինի քո եկեղեցին այսօր, օրհնյալ լինի քո ներկայությունը մեր մեջ, Հիսուսի անունով։ Ողջունում ենք ձեզ սիրելիներ, ողջունենք միմյանց այս սուրբ օրվա մեջ, ողջունենք մեր ժպիտներով, մեր օրհնանքի խոսքերով, իրար բարի գալուստ ասենք այս կարևոր տոնական իրադարձության մեջ եւ միմյանց ողջունենք հետեւյալ ձևով, որ Քրիստոս մեր մեջ ներկա է։ Շնորհավորենք իրար սիրելիներ։ Տերը օրհնի եւ պատրաստ լինենք մեր փառաբանության մեջ ավելի ծաղկեցնելու այս գեղեցիկ միջոցառումը։ Հալելույա, մեր ծափերը նաեւ միացնենք, քանի որ մենք Տիրոջը ողջունեցինք, եկեք նրան նաեւ ողջունենք մեր երգով, այսօր նոր երգ բարձրացնենք Տիրոջը, ամեն։ Փառք Տիրոջը, Տիրոջը այսօր նոր երգ բարձրացում։ Նոր երկենք եւ օրհնենք, սաղմոսներով ցնցումով, շեփորի ձայնով, թող որ գորանցողները իության տանտան, գետերը թող ծաղ տան ձեռքով, քանզի Տեր եկան, ինչ անուն աշխարհ եկան, մեծ խաղաղության իշխան, Կարեկից ողջ մարդկության Հիսուս, ինչ անուն աշխարհ եկավ, մեծ խաղաղության իշխան, Կարեկից ողջ մարդկության Տիրոջը նոր երգ երգենք, Տիրոջը նոր երգ երգենք, երգենք եւ օրհնենք, սաղմոսներով ցնցումով, շեփորի ձայնով, թող որ գորանցողները լիության տանտան, գետերը թող ծափ տան ձեռքով, քանզի Տեր եկան, ինչ անուն աշխարհ եկավ, մեծ խաղաղության իշխան, Կարեկից ողջ մարդկության, Հիսուս, ինչ անուն աշխարհ եկավ, մեծ խաղաղության իշխան, Կարեկից ողջ մարդկության, Հիսուս, 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 Դուր այդ բժշկարար անունը, Հիսուս, Հիսուս,
Հիսուս օրնում ենք քեզ Հիսուս, Ինչ անուն աշխարհ եկած Մեր ցավության իշխան Կարեկից ողջ մարդկության Ինչ անուն աշխարհ եկած Մեր ցավության իշխան Կարեկից ողջ մարդկության Բոլորս միասին ասենք ինչ անուն աշխարհ եկավ մեծ խաղաղության իշխան Կարեկից ողջ մարդկության Ինչ անուն աշխարհ եկավ մեծ խաղաղության իշխան Կարեկից ողջ մարդկության Հիսուս 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 Ամեն Այդ անունը աշխարհ է եկել մեզ համար, ինձ եւ քեզ համար, ամեն Փառք Տիրոջը Այսօր ես պաշտում եմ իմ Տիրոջը, ինձ հետ միանում ես Կարող ես ասել, ես այսօր պաշտում եմ քեզ իմ Տեր Հալելույա, քո աղաղակը բարձրացրու, փառքես Տեր Մենք այսօր կանգնած ենք քո գահի առջև Կանգնացենք մենք փառքի Տիրոջ առջև լցված նրա օրհնությունով Պաշտենք նրան ամբողջ մեր սրտով հոգով եւ զորությամբ Ես պաշտում եմ իմ Տիրոջը ես պաշտում եմ իմ Տիրոջը ես պաշտում եմ իմ Տիրոջը հոգով եւ ճշմարտությունով Ես պաշտում եմ Իմ Տիրոջը ես պաշտում եմ Իմ Տիրոջը ես պաշտում եմ Իմ Տիրոջը հոգով եւ ճշմարտությունով բարձրացնել եւ օրհնել նրա Տերը գնում է իմ եւ քո առջևից Փառքես Տեր Տերը կգնաս ոտքերի առջևից Նշտակների թողի ձայնով Նա է թագավոր ողջ երկրի վրա Տանք փառքը նրան Ես պաշտում եմ իմ Տիրոջը Ես պաշտում եմ իմ Տիրոջը Ես պաշտում եմ Հոգով եւ ճշմարտությունով Հալելույա Դու նրա ողջ փառքը ես պաշտում եմ Իմ Տիրոջը ես պաշտում եմ Իմ Տիրոջը ես պաշտում եմ Իմ Տիրոջը հոգով եւ ճշմարտությամբ Փառքես Տեր Ես պաշտում եմ Իմ Տիրոջը ես պաշտում եմ Իմ Տիրոջը ես պաշտում եմ Իմ Տիրոջը հոգով եւ ճշմարտությունով Ես պաշտում եմ Իմ Տիրոջը ես պաշտում եմ Իմ Տիրոջը ես պաշտում եմ Իմ Տիրոջը հոգով եւ ճշմարտությունով Հոգով եւ ճշմարտությունով Հոգով եւ ճշմարտությունով Եկեք հնչեցնենք մեր փողերը, մեր ձայները, հնչեցնենք մեր փողերը, մեր ձայները եւ ասենք. Ով Եհովա Սուրբ Աստված դու այստեղ ես։ Մենք ողջունում ենք քո ներկայությունը։ Եք ամեն մեկս մեր ձայները որպես փող հնչեցնենք, ամեն։ Հալելույա, օրհնյալ ես Տեր մեր աղաղակները։ Հալելույա, 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 հալելույա։ Ով Տեր, ով
գալուս է, հալելույա։ Հնչեցրեք ողսիոնում և շեփորներներում, հնչեցրեք ողսիոնում, որովհետև Տերը մոտ է։ Հնչեցրեք ողսիոնում, Հնչեցրեք ողսիոնում և շեփորներներում, հնչեցրեք ողսիոնում, որովհետև Տերը մոտ է։ երկենք հալելույա։ Ողսիոնում և շեփորներներում, հնչեցրեք ողսիոնում, որովհետև Տերը մոտ է։ Հնչեցրեք ձեր ձայները, Հնչեցրեք ողսիոնում և շեփորներներում, հնչեցրեք ողսիոնում, որովհետև Տերը և միասին բարձրացրած ասենք հալելույա։ Հալելույա, Տեր Աստված ամենակալ, հալելույա, Հիսուսն է տիրում։ Հալելույա, մեր ծափերը բարձրացնենք մեր Տիրոջը, հալելույա։ Օրհնեցեք Տիրոջը, ով ժողովուրդներ և բարձրացրեք նրա սուրբ անունը, փառքն ու գոհությունը լինի նրա, որ տիրում է հավիտյան։ Օրհնեցեք Տիրոջը, ով ժողովուրդներ և բարձրացրեք նրա սուրբ անունը, փառքն ու գոհությունը լինի նրա, որ տիրում է հավիտյան։ Հալելույա։ Օրհնեցեք Տիրոջը, ով ժողովուրդներ և բարձրացրեք նրա սուրբ անունը, փառքն ու գոհությունը լինի նրա, որ տիրում է հավիտյան։ Մեր ձեռքերը բարձրացնենք և հալելույաներ բարձրացնենք, հալելույա, հալելույա, Երկենք ուրախությամբ, բարձրացայն, աղաղակենք, մեր փրկության մեկի գոհություն պատուսանենք նրան, փառաբանենք նրան, մեր երկերով,
Ես Հովհաննես ես, ձեզ եղբայր և ձեր նեղությունների ու համբերությունների ընկեր Հիսուս Քրիստոսի առկայության մեջ։ Աստծո խոսքի համար և Հիսուս Քրիստոսի վկայության համար ես Պատմոս ասված կղզում էի և այնտեղ կիրակի օրումը եղա հոգում և իմ ետևից մի մեծ ձայն լսեցի, որը նման էր փողի, որ ինձ ասաց. ես եմ ալֆան և օմեգան, առաջինն ու վերջինը, և ինչ որ ասում եմ, գրիր այս գրքում և ուղարկիր 7 եկեղեցիներին, որոնք Ասիայում են, ինչպես Եփեսոս, Զմիրնիա, Պերգամոն, Թիվատիրը, Սարդես, Ֆիլադելֆիա և Լաոդիկե։ Գիտեմ քո գործերը եւ նեղությունը եւ աղքատությունը, բայց դու հարուստ ես։ Եվ գիտեմ նրանց հայոյանքը, որ ասում են, թե իրանք հրյա են եւ չեն, այլ սատանայի ժողովք են։ Բնավ մի վախենար այն բաներիցը, որ կրելու ես։ Ահա բանսարկուն ձեզանից բանտի մեջ է գցելու, որ փորձվեք եւ նեղություն կունենաք 10 օր։ Հավատարիմ եղիր մինչև իմ մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։ Այո Տեր, ես իսկապես նորոգության, կյանքի պսակի կարիքն ունեմ Տեր, ես կենտրոնացա իմ նեղությունների վրա, հավատս կորցրեցի ու զիջեցի դիրքերս, ինձ հալածող ազգերը ոչ թե թշնամի, այլ եղբայր պետք է լինեին Հիսուս Քրիստոսի մեջ, Տեր, ես ընդունում եմ նոր միսիոներության մարտահրավերը։ Գիտեմ քո գործերը, քիչ զորություն ունես և իմ խոսքը պահեցիր և չուրացար։ Ահա քո առաջին մի բացված դուռ եմ դնում, որ ոչ ոք չի կարող փակել։ Այո Տեր, ես թույլ գտնվեցի, բայց քեզ չուրացա։ Տեր, խնդրում եմ պահիր ինձ այն փորձության ժամին, որ գալու է այս աշխարհի մարդկանց վրա։ Տեր, խնդրում եմ օգնիր ինձ, պահել իմ պսակը և սյուն դառնալ քո տաճարում և այլևս դուրս չգալ։ Օրհնյալ են այն եկեղեցիները, ովքեր Աստծո անունը պահեցին Թուրքիայում և չուրացան։ Քո վրա կգրվի իմ Աստծո անունը, իմ Աստծո քաղաքի անունը, այն Երուսաղեմի անունը, որ իջնում էր երկնքից։ Անորական չունեն թոլսեն, դու հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Ես բնակվում եմ այնտեղ, ուր սատանայի աթոռն է, բայց քո անունը պահում եմ Տեր, և քո հավատքը չուրացա այն օրերում, երբ քո հավատարիմ վկան սպանվեց մեր մեջ, ուր որ սատանան է բնակվում։ Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունեմ, որ այդտեղ բաղամի վարդապետությունը պահողներ ունես, որ բաղակին սովորեցրեց գայթակղություն դնել Իսրայելի որդկանց առաջին, որ նրանք կուրքի մատաղ ուտեն և անառակություն անեն, այսպես դու էլ
Նիկողոսյանների վարդապետությունը պահողներ ունես, որ ես ատում եմ, ապաշխարիր։ Մենք կպատերազմենք այդ ամենի դեմ Տիրոջ բերանի սրով։ Նիթոլս է, թե հոգին ինչ է ասում եկեղեցին։ Գիտեմ քո գործերը, եւ սերը, եւ քո ծառայությունը, եւ հավատքը, եւ քո համբերությունը, եւ քո գործերը, եւ որ վերջիները ավելի են, քան թե առաջինը։ Տեր, դու գիտես իմ գործերը, ես թույլ գտնվեցի եւ թույլ տվեցի, որ Հեզաբել կինը իրեն մարգարեուհի անվանի եւ մոլորեցնի, որ քո որդիները շնություն անեն եւ կուրքի մատաղ ուտեն։ Տեր, դու ժամանակ տվիր Հեզաբելին ապաշխարի, բայց նա չապաշխարեց։ Տերն է քննում սրտերն ու երիկամունքները եւ տալիս է ամեն մեկին իր գործերի համար։ Քեզ վրա ուրիշ ծանրություն չի գծվի, բայց այն ինչ որ ունես պահիր միջև որ Տերը կգա։ Եվ նա, ով որ համբերում է եւ պահում Աստծո գործերը միջև վերջ, նրան իշխանություն կտրվի ազգերի վրա, ինչպես Հիսուսն ընդունեց հորից, ընդունիր առավոտյան աստղը։ Անվորական չունի Թոլս է, թե հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Գիտեմ քո գործերը, որ անուն ունես, թե կենթանի ես, բայց մեռած ես։ Արթուն եղիր եւ հաստատիր մնացածներին, որ մեռնելու մոտ են, որովհետեւ քո գործերը կատարյալ չգտա Աստծո առաջին։ Արդ հիշիր, թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր, եւ պահիր եւ ապաշխարիր։ Տեր, քո ողորմությամբ դեռ մարդիկ կան, որոնք չկեղտոտվեցին եւ սպիտակներով են ման գալիս։ Տեր, զորացրու ինձ, որ հաղթեմ եւ իմ անունը չջնջվի կյանքի գրքից։ Հայր, ես պատասխանատու եմ զգում այսօրվա Ադրբեջանի համար։ Ինձ հաջողվել էր այդ տարածքում քո արքայությունը հաստատել։ Այնտեղ ապրող աղվանները քրիստոնյա էին, սակայն երբ նվաճվեցին ազդեցիկ չեղան։ Սակայն քո ողորմությամբ այնտեղ դեռ կենթանության շունչ կա, եւ ես ուզում եմ հաստատել մեռնելուն մոտ եղողների։ Քո անունը կյանքի գրքից չի ջնջվի, եւ որդին քո անունը կդավանի հոր գահի առաջ։ Անվորական չունի Թոլս է, թե հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք, օ թե ցուրտ լինեիր կամ տաք, ուրեմն որովհետեւ գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը, որտեւ ասում ես թե ես հարուստ եմ եւ մեծացա եւ ոչ բանի կարոտ չեմ, բայց չգիտես թե դու թշվառ եւ ողորմելի եւ աղքատ եւ կույր եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանոց կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևի, եւ դեղ դիր աչքերիդ, որ տեսնես, ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ եւ խրատում եմ, ուրեմն ջանք արա եւ ապաշխարիր։ Հայր, ես բացում եմ իմ դռները քո առջև եւ հրավիրում եմ, որ դու գաս եւ բնակվես ինձ հետ։ Հայր, ես ապաշխարում եմ։ Անվորական չունի Թոլս է, թե հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Տեր, դու գիտես իմ գործերը, աշխատությունն ու համբերությունը, եւ որ չեմ կարող համբերել չարերին։
Ես փորձեցի նրանց եւ գտա որ սուտ են ու առաքյալ չեն։ Ես նեղություն կրեցի եւ քո անվան համար աշխատեցի եւ չթույլացա, բայց ինչ որ բան այն չէ։ Քո առաջի սերը թողել ես, արդիշիր, թե որտեղից վայր ընկար եւ զղջա եւ առաջի գործերն արա, ապա թե ոչ կգամ շուտով քեզ մոտ եւ քո ճրակակալը կշարժեմ իր տեղից է, եթե չապաշխարես։ Եվ ով որ հաղթի, նա կուտի կյանքի ծառի պտղից, որ Աստծո դրախտի մեջ է։ Անվորագանչունի թողլս է, թե հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Ես ընդունում եմ առաջին սիրո կանչը։ Տեր, ես ընդունում եմ այս նոր հոգին եւ Հայաստանի հետ համագործակցությունը եւ հռչակում եմ, որ այսուհետեւ Պարսկաստանում Տեր, սատանայի աթոռի փոխարեն Տիրոջ գահը պիտի հաստատվի։ Տեր, շնորհակալ եմ, որ ինձ ճանաչեցրիր սատանայի խորությունները։ Ես կպահեմ այն, ինչ որ ունեմ, եւ այն իշխանությունը, որ տվել ես ինձ ազգերի վրա, քո փառքի համար կծառայեցնեմ։ Տեր, ես ամեն բան կանեմ, որ իմ անունը չջնջվի կյանքի գրքից։ Տեր, ես Ադրբեջանի վրա նոր արթնության հոգի եմ խոսում եւ հռչակում եմ, որ դադարի է ամեն թշնամություն եւ գա աստվածային խաղաղությունդ։ Տեր, ես հռչակում եմ Թուրքիայի համար, բաց դուռ կոմիսիոներների համար։ Տեր, ես հռչակում եմ, որ Վրաստանը լսի քո ձայնը եւ բացի իր դռները քո առջև եւ իսկապես ապաշխարի։ Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի, թեև հալածա ուսուրս բարվի, նեղություն կարապանք սիրով կգրեմ, որ սուրբ հավատքս կեչանի պահեմ, հավատքս չեմ մորանա, Տիրոջս չեմ ուրանա, խաչը ուսիս կգնա, մինչ Հիսուսի միանա։ Ոչ կյանք, ոչ մահ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, ոչ խորություններ, ինչ չեն բաժանի քո սիրուցը Տեր, հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, խաչը ուսիս կգնա, մինչ Հիսուսի միանա։
շուտ մեզ բերքի դե արի շուտ մեզ բերքի Եվ հոգին եւ հարսը ասում են Հոգին եւ հարսը ասում են Եկ Տեր Հիսուս, կարող ենք ցույց տալ մեր սպասումը նրա հանդեպ, մեր փափագը, մեր կարոտը, մեր ծարավը, Տեր շուտ արա։ Մենք սպասում ենք քո վաղահաս փրկությանը, Տեր։ Այս կործանվող աշխարհի մեջ մենք սպասում ենք քո լույսի հայտնությանը, Տեր, որ այն ժամանակ մենք պարզ երեսով կանգնենք քո առաջ եւ լինենք այնպիսին, ինչպիսին դու ես, Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ լսում ես, ընդունում ես, գալիս ես եւ մեր սրտերն ու մեր հոգիներն վկայում են, որ քո գալուստը մոտ է, Տեր։ Փառքը լինի քեզ, սիրելի Աստված։ Եվ քեզ, մեր սիրելի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, փառավորվիր այսօր մեր մեջ հավիտյանս հավիտենից։ Ամեն, ամեն, սիրելիներ։ Եկեք ողջունենք մեր հրաշալի ծառայողներին, ովքեր ծառայեցին մեզ այսօր եւ դեռ պիտի ծառայեն։ 133 Սաղմոսը մի բանի վրա է մեզ մատնացույց անում եւ ուշադրություն գրավում ասելով հետեւյալ խոսքը՝ տես։ Գիտեք, շատ բաներ կա, մենք նայում ենք, բայց չենք տեսնում, նայում ենք այդ ուղղությամբ չենք նկատում։ Թող այսօր Աստված բժշկի մեր աչքերը տեսնելու այն, ինչ որ 133 Սաղմոսի հեղինակն ուզում էր ասել։ Տես ինչքան բարի եւ ինչքան ցանկալի։ Կարող ենք այս ինչքանը մենք էլ ասենք։ Սա իսկապես նրա մեջ կյանք կա, հիացմունք կա, բացականչություն կա, սա գախնի, ծածուկ խոսք չի, շշուկ չի, սա արտահայտություն է, որ Սաղմոս 2-ն չէր կարող պահել, նա հիացմունքով իր սիրտը պայթում էր այս խոսքն ասելիս, ինչքան բարի եւ ինչքան ցանկալի է, որ եղբայրները իրար հետ ինչ լինեն, մեկտեղ բնակվեն, սա բարի է եւ սա ցանկալի է։ Սա այն նույն հիացմունքն է պատճառում, որ Արարիչ Աստված 6-րդ օրը, երբ որ նայեց իր ստեղծագործությանը, գործի վերջում նայեց եւ ասեց. շատ ինչ է, բարի է։ Եվ այդ նույն հիացմունքը նրա սրտին ենք պատճառում, երբ որ մենք մեկտեղ ենք լինում, բնակվում ենք իրար հետ միաբանության եւ սիրո մեջ։ Ինչքան բարի եւ ցանկալի է, որ եղբայրները իրար հետ մեկտեղ են բնակվում։ Այնինչ որ այստեղ կա, թող լինի բարի եւ ցանկալի է մեր հոր սրտի հաճությունը գա մեզ վրա սելներ։ Այս անձնավորության, որ պետք է ներկայացնեմ, ոչ միայն մարդ է, հենց մարկային իմաստով, այլև երևույթ է ամենալավ եւ ամենաօրհնյալ իմաստով։ Մարդ, որ անջնջելի հետք է թողել հազարավորների կյանքում եւ իմ աղոթքը սա է, Տեր, մեզ էլ այդ շնորհը տուր, որ ապրենք ոչ միայն ուղակի ազդվելով ուրիշներից, այլ մենք էլ մի գեղեցիկ հետք թողնենք մարդկանց կյանքի մեջ։ Ուրեմն ողջունենք սերներ Հայաստանի ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի հովիվ Ռաֆայել Գրիգորյան։ Ինձ համար մեծ պատիվ է, մեծ ողորմություն է ձեզ ծառայելը եւ այստեղ ներկա լինելը։ Երանի թե այդպես լիներ, ինչպես սիրելի Վազգեն եղբայրը ներկայացնում էր ինձ, ես տեսնում եմ, որ ապագայում գուցե այդպիսի ողորմության արժանանամ, որպիսի համապատասխանեմ այն խոսքերին, ինչ որ հնչում էր, եւ մասնավորապես նաեւ շնորհակալություն եմ հայտնում մեր սիրելի Ռաֆի Շահվերդյանին, հովին, որը այս արտոնությունը շնորհել է ինձ լինել ձեր մեջ, մասնավորապես գիտեմ, որ դժվար է պատգամ տալ եւ խոսել եւ կիսվել Աստծո խոսքից այնպիսի մի եկեղեցում, որի հովիվ ոչ միայն հովիվ է, այլ նաեւ ուսուցիչ է։ Եվ մանավանդ այս դարաշրջանում, երբ ինտերնետն է ողողված բազմաթիվ հազարավոր որակյալ քարոզներով, երբ գնացող եկողները այն մակարդակի են, որ ես անկեղծ ասած ամանչում եմ նույնիսկ իրանց ստվերում երևալ։ Մի դեպք միայն պատմեմ, մինչև պատգամը, որ ավելի հասկանալի լինի, ինչի մասին եմ խոսում։ Ուրեմն մեր Վրաստանի եպիսկոպոս Օլեգ Ղուբաշվիլին մի օր զանգեց ինձ եւ ասեց.
քիչ եմ մնում ռուսերեն ասեմ կներեք, ասեց Հովիվ Ռաֆայել, Պաստոր Ռաֆայել ասեց, քեզ ուզում եմ կանչեմ շուտ արի Թբիլիսի, ասում եմ ինչա պատահի։ Չինաստանից յուն եղբայրն է գալիս։ Շատ ազդվեցի, որովհետև իր գիրքը շատ կներեք, ես մի քիչ էմոցիոնալ անձնավորություն եմ, շատ հորդառատ արդյունքներով եմ կարդացել, շատ եմ լացել իր գրքի վրա։ Երբ որ տեսել եմ, որ Աստված ինչպիսի նսեմացումներ, ինչպիսի ստորացումներ, ինչպիսի անարգանքներ կարող է թույլ տալ, որ իր զավակները կրեն։ Իհարկե ինչ էր թույլ տա, ռեկորդը մնում է Հիսուս Քրիստոսի ձեռքին։ Ոչ ոք նրա չափ չի նսեմացել, ոչ ոք նրա չափ չի անարգվել, ոչ ոք նրա չափ չի մերժվել եւ արհամարվել։ Եվ դրանք անողները ոչ միայն հռոմեացիները եւ ոչ միայն հրյա քանական համակարգներ, այլ նաեւ մենք ենք մասնակից այդ բոլորի եղել ըստ էության։ Եվ ես կարդալով այդ մարդու կենսագիրը մեծ ուրախությամբ ասեցի գալիս եմ, հենց հիմա գալիս եմ։ Վերջապես պատրաստվեցի, երբ որ հասա եւ մտանք այդ ավելի համեստ, ավելի փոքր մի դահլիճ էր, հավանաբար պերսոնան այլ ընտրանք ուներ, դահլիճում եւ մեկ էլ հանկարծ ասում, գիտես եղբայր, յունը չի եկել։ Շատ հիասթափվեցի։ Չգիտեի, որ հետո Հայաստանում կհանդիպեմ եւ ասեցի, կներեք ես գնում եմ, ուզում եմ գնացած լինեմ։ Չեմ կարող։ Չէ, մնա։ Եվ այնտեղ մի հատ շվեդ է ղեկավարում այդ ամբողջ ժողովը, որտեղ բազմաթիվ մարդիկ են նստած ամենայն դեպս եւ հիմնականում ծառայողներ են եւ հովիվներ են։ Եվ այս շվեդը խոսում է ռուսերեն, բարեբախտաբար։ Հիմա ասում է, այսօր կլինի պրեզենտացիոն ժողով։ Վայ էդ էլ որ լսեցի, ասենք յուրաքանչյուր պետք է ներկայանա, լրիվ հիասթափվեցի, ասի, չէ, ուզում եմ տուն գնամ այ մարդ։ Հա, չէ, պրեզենտացիոն ժողովը, Օլեգ ասում, նստի, ոչինչ, եղբայր, հասել էստեղ, վերջում իր արդ մի քիչ կնստենք հյուրասեր։ Վերջը, ինչև է։ Հիմա պրեզենտացիա է։ Ելույթ է ունենում Բելարուսիայի հովիվը։ Ես 630 եկեղեցիների պատասխանատվություն եմ կրում եւ շարունակում եմ այսպես Տեր Աստված։ Ուկրաինայի նվեր կացավ։ Ես 1730 եկեղեցիների եպիսկոպոսն եմ։ Տեր Աստված, ես ինչ կուպե եմ ընկել։ Եվ սրանք հերթով խոսում են։ Հիմա ես ասում եմ, Օլեգ ջան, ամոթ է, այս մարդիկ, ես մեզ ովքեր են։ Ես թույլ տուր գնամ, չէ, ոչ, նստի ստեղ, նստեմ, լավ նստեմ։ Մեկ էլ վեր կացավ չինացիներից մեկը, Չինաստանից եկել են։ Ես 1,200,000 հոգու պատասխանատու հովիվ եմ։ Ես վեր կացավ, որ փախնեմ բռնեցի։ Հիմա շվեդն էլ եկել ինչ հակատամ, ասում Ջավասոչի, ասում ձեզ շատ եմ խնդրում։ Ինձ չներկայացնեք։ Ասում ով ասա, ասում Հայաստան ներկայացուցիչ։ Ասում չէ, ինչ չներկայ, շատ լավ, եղբայր, գնա նստի։ Մտածում եմ Տեր Աստված, ես վեր կենամ ինչ ասեմ մի հատ աշխարհին անհայտ մի գյուղի Տեր Թոտիկյան եկեղեցու հովիվ եմ։ Ամոթ այս ինչ են։ Մեկ էլ հաջորդը վեր կացավ չինացիա, ասավ գիտեք ինչ ժողովուրդ, աշխարհի բնակչության 1/4-ը չինացի է, մենակ Չինաստանում չենք մենք, 4-ից 1-ը չինացի է աշխարհի ողջ բնակչության եւ ես 2,100,000 հոգու պատասխանատվություն եմ կրում։ Խորը շուչ քաշեցի, ասից լավավոր էլ համաձայնություն եմ վերցել, կարծես թե ինձ էլ չեն նեղացնի, չեն կպնի, մեկ էլ ինչ պատահի։ Այդ շվեդը վեր կացավ, ասավ, «Сейчас выступит представитель Армении»։ Էսա ելույթ կունենա Հայաստանի, խոսքը տրվում է Հայաստանի ներկայացուցիչ։ Հիմա պատկերացրեք, վերջերքում եմ նստած եւ մարդիկ սպասում են եւ ծափահարում են։ Եվ ես լեղապայծառ դողալով եւ անընդհատ մտքիս մեջ Տեր օգնից, Տեր միտք դուր, Տեր գաղափար դուր, խնդրում եմ ինչ պետք է ասեմ, Հիսուս ջան, գիտեք այդպիսի բաներ պատահում է, որ օրինակ երբ որ Նեչկին եկել էր Մոսկվայի KGB-ի հզոր մի պատասխանատու այնքան խայտարակ գործեր էր արել հավատացյալների դեմ, երբ որ եկել էր եւ ինձ հարց տվեց, իսկ գիտես դու KGB-ում նստած լիքը
Բարձրաստիճան մարդկանց հետ։ Գիտես դու ինչ է գրված Պողոս Առաքյալի Հռոմեացիս թուղթ 13-րդ գլխում, դե ինքը Սուրբ Գիրք անգիր գիտեմ։ Ամար ես այդ վախից մոռացել եմ, թե Պողոս Առաքյալն ով է։ Եկել այս ասպա Հռոմեացիս 13 գլխում ինչ է գրված, որտից ինչ ասում։ Ասի, нет, ես ոչ ես չեմ հիշում, ասա, դա ничего, я сейчас себе напомню։ Եվ ամբողջ գլուխը անգիր ասեց։ Հիմա նույն դողոցը ստեղ եմ բռնել։ Աղոթելով գնում եմ, բարձացա, մի հատ նայեցի եւ բոլորը նախ ներկայացում են, նայեցի այդ եղբայրներին, նայեցի պատին, քարտեզը դրած է, պետք է ցույց տամ Հայաստանը։ Աստված ջան, ման եմ գալի Հայաստանի տեղը չեմ։ Շատ կներեք, ես բավական լավ աշխարհագրություն գիտեմ, մայրաքաղաքներ գիտեմ, Հայաստանը չեմ գտնում։ Նայում եմ ժողովրդին, նայում եմ, որ քարտեզի վրա ցույց տամ Հայաստանը։ Գիտեմ, որ Կասպից եւ Սև ծովերի արանքում է, բայց քարտեզը այնքան փոքր է, որ Հայաստանը աննշան է այնպես, ինչպեսին ես եմ։ Եվ շրջվեցի ժողովրդին, նայեցի այդ հավաքվածին եւ ասեցի, որպեսզի դուք կարողանաք պատկերացում ունենալ, թե ովքեր են Հայաստանը եւ որտեղ է Հայաստանի հայրենիքը, Հայաստանի ինքը եւ հայ ժողովուրդը, ես բավարար է ձեզ ասեմ, որ մենք չինացիների հետ միասին աշխարհի բնակչության 1/4-ն ենք կազմում։ Բոլոր դալիճը ձեզանից բետար սկսին ծիծաղալ։ Ասեցի, այսինքն մենք պարոն ոչինչն ենք, բայց ուզում եմ իմանաք, որ Աստված ընտրեց այս աշխարհի անարգները, ոչինչները եւ տկարները եւ մենք այդ հայերս առաջինը Պարսկաստանի հոգեգալստական եկեղեցին ծնվեց հայերի միջոցով։ Հայերը գործում են բազմաթիվ Ռուսաստանում 40-ից ավելի միայն մեր եկեղեցուց դուրս եկած հովիվներն են, որ նոր ու նոր եկեղեցիներ են բացել, թե Ռուսաստանում, թե Թուրքիայում, թե Պարսկաստանում, թե բազմաթիվ երկրներում եւ սկսեցին ներկայացնել, թե Աստված ոչինչներին ինչպես կարող է օգտագործել, անկեղծ որ ասեմ, վերջում իհարկե այդ միլիոնատերերը շատ էին ցանկանում շփվել մի քիչ եւ լսել ավելի։ Այսքանը որպես բնաբան, որպես ներածական խոսք, որ իմանաք, որ այն ինչ որ խոսում են մի հատ ոչնչության մասին, սիրելիներ։ Ես իսկապես ողորմություն եմ համարում եւ պատիվ լինել ձեր մեջ եւ կցանկանամ ամբողջ ճանապարհին էլ մենք հայր ունենք ընդհանուր, որ բոլորիս տեսնում է մտածել եւ խնդրել եմ ինչի մասին կարելի է խոսել եւ ուզում եմ ուղղակի երկու բառով ասել պիտանելիության նախադրյալները այդպես կարող եմ իմ հակիրճ խոսքս վերնագրել որտեղ Պողոս Առաքյալը Տիմոթեոսին խոսում է որ պիտանի անոց կարող են լինել մարդիկ եւ որոնք են այդ նախադրյալները այս մասին 1-2 միտք ձեզ հետ համատեղ խորհրդացենք իրար հետ խորհենք մեր հոր առջև եւ ակնկալենք որ նա մեզ պիտանի դարձնի ավելին քան կանք ավելին քան անհրաժեշտություն է զգում այս աշխարհը մեր կարծում եմ որ սխալված չենք լինի եթե խորհենք միասին որ պիտանելիության համար, որպեսզի մենք դառնանք Աստծո համար պիտանի անոթներ, պիտանելիության համար մի քանի նախադրյալներ կան, որոնցից առաջինը թերևս Աստված ճանաչությունն է։ Երկրորդը գուցե ինքնաճանաչությունը։ Նշանակություն չունի, թե մարդիկ մեր մասին ինչեր են խոսում։ Յուրաքանչյուրս խիստ կարիք ունենք, որ արմատապես ճանաչենք մեզ եւ սա մեծագույն խնդիրն է նաեւ հոգեվոր գործիչների ինչու կարող եմ այս մասին ասել որովհետեւ ես շատ զարմանում եմ որ ողջ գիտությունը այսօր
զբաղված է տեզերքի ուսումնասիրությամբ եւ այդ տեզերք ուսումնասիրողների ճնշող մեծամասնությունը կարող եմ վստահաբար ասել, սկի իրանց չեն ճանաչում, բայց ուսումնասիրում են արտաքին աշխարհը, ուսումնասիրում են տեզերքը եւ հետամուտ են լինում իմանալու եւ կարծում եմ, որ մեր պիտանելության համար մենք էլի կփորձենք պեղել ճշմարտությունները Սուրբ գրքից, բայց առայժմ սկսենք այսքանից, եթե ժամանակը եւ իմ կարողությունները, հնարավորությունները ներեն, էլի կշարունակենք տեսնելու էլ ինչ պիտանելության համար նախադրյալներ կան։ Աստվածաբանները ասում են, որ ցանկացած կատեգորիա հոգևոր այն է ճիշտը, որը առաջի անգամ Սուրբ գրքի մեջ կիրառվում է եւ օգտագործվում։ Ասենք օրինակ, շատ կարեւոր է, չէ, շատ քարոզներ են լսում երկրպագության մասին։ Ինչ է երկրպագությունը, գրքեր են գրել, հիանալի, խորը, վերլուծական գրքեր են մարդիկ գրել։ Երկրպագությունը ինչ է։ Բայց երբ որ ուսումնասիրում ենք, ծննդոցից սկսում ենք կարդալ, քանի որ այդպիսի մի տեսակետ կա եւ ես շատ հարգում եմ այդ տեսակետը, որ պետք է ընդունել այն, որը առաջի անգամ է կիրառվել, եւ երբ որ հասնում ենք, տեսնում ենք, որ ծննդոցի մեջ առաջի անգամ Աբրահամը օգտագործում է այդ տերմինը, ի նկատի ունենալով իր որդու զոհաբերումը եւ ասում է, դուք ստեղ մնացեք իր ծառաներին, ես գնամ այնտեղ երկրպագեմ։ Կարծում եմ, որ աստու բոլոր մարդիկ շատ նախ գերագույն բավականություն եւ անջերևակայելի հաճույք ստացել են Աստծո հետ հաղորդակցությունից, բայց նրանց մեջ բուրըն փափակ է եղել ավելի եւ ավելի խորը ճանաչել նրան։ Իմ խորին համոզմամբ երբեք սահմանը ճանաչողության մեր չի վերջանալու։ Ընդհուպ համոզված եմ, որ երկնքում նույնպես կշարունակվի այդ երևույթը մեր, այդ process-ը մեր սրտերի եւ կյանքի մեջ։ Եվ երբեմն ես Տիրոջը նայելուց ասում եմ, ինձ համար հավիտենությունը անգամ քիչ է թվում քեզ վայելելու եւ քեզ ճանաչելու համար, որտեղ նա աներևակայելի եւ անսպառ կատարելություն։ Ինչու է Աստված անփոփոխ, ցանկացած կատարելություն անփոփոխ, որտեղ նա փոփոխման կարիք այլևս չունի, որտեղ ինքը կատարելությունն է։ Եվ եթե խոսում ենք արդյունավետության մասին, ապա ամբողջ 5 կտակարանը միասին եթե սկսենք սերտել եւ ուսումնասիրել, չենք կարող գտնել ավելի արդյունավետ մի հոգեվոր գործիչ պտղաբեր, ինչպիսին եղել է Մովսեսը, ով է նրա չափ գործ արել, նա նույնիսկ հոգնում էր բեզարում եւ ես չեմ կարող, միթե ես եմ սրան ծննդաբերել, ի վիճակի չեմ։ Եվ անգամ իր հետանոսությունից եկած աները խորհուրդ էր տալիս, որ թիմային աշխատի, որտեղ շատ դժվար է իսկապես այդքան գործել եւ գործել եւ գործել։ Բայց նա իր գործունեության ընթացքում, դե ես մի քիչ էլի նկատի ունեցել եմ, որ ծառայողներ են հիմնականում, հա, կարծես այստեղ, իր գործունեության ընթացքում նա երբեք եւ երբեք չէր մոռանում Աստծո հետ իր հարաբերությունը խորացնելը եւ ավելի ճանաչող դառնալը, ավելի մտերմանալը։ Այո, երբեմն այդ լուծը եւ հոգսը տանելը մեծապես վտանգում եւ վնասում է գործիչներին, մասնավորապես նրա մեջ, որ նրանց մեջ նվազում է ծարավը, կարոտը, քաղցը, սովածությունը Աստծո հետ լինելու եւ նրան ավելի խորապես ճանաչելու բնագավառում։ Եվ դա էր պատճառը, որ Մովսեսը մի օր աղոթք արեց եւ իր աղոթքի մեջ ասեց խոսքեր, որ Տեր, ես ելից գրքի մեջ է դա, որ ասում է 33-րդ գլխից կուզենամ ասել 2-3 խոսք, որ ուզում եմ քո
փառքը ինձ ցույց տաս։ Ցույց տուր ինձ քո փառքը եւ Աստված զարմանալի է, նա փառքն էր խնդրում, որ տեսնի, իսկ ինքը պատասխանում է, որ ես իմ 18-19-րդ խոսքի մեջ ես իմ բոլոր բարությունովս քո առջևից կանցնեմ։ Ու Տերոջը անունը քո առջև պիտի կանչեմ եւ ահա իմ բարությունով ես կանցնեմ, ասում է Տերը քո առջևից։ Եվ գիտեք դուք արդեն այդ պատմությունը չեմ ուզում համարների վրա ավելի շատ այսպես փնտրել, բայց դուք գիտեք այդ պատմությունը, ինչպես Մովսեսին պահեց քարանձավի մեջ եւ ասեց ես կանցնեմ եւ դու ինձ կտեսնես իմ բարությունս, իմ ամբողջությունս կտեսնես, բայց դարձյալ ամբողջական չէր, որովհետեւ դեմ դիմաց այդ ամբողջ երևույթը նա վայելել եւ ճանաչել դեռևս ի վիճակի չէր, բայց ինչ էր հետևանքը, հետքը մեկ գալիս են ասում են ես ասուն խոհանոցում ամաները լվանում եմ, մեկ էլ Հիսուսը մտավ, սենց բաներ ասեց, ես այսպիսի հեքիաթների չեմ հավատում, գիտեք ինչու, որովհետև նրան հանդիպել եւ ռադիկալ ներգործություններ, խորը հետագից մեր էության մեջ չթողնել, չի կարող, ասուն հանդիպողները նրանց կյանքի մեջ խորը հետագից են թողնում, ռադիկալ հետագից եւ այլևս այդ մարդը չի կարող նախկինը լինել։ Հանդիպեցին էս եղավ, էս վերջերս էլ մեկին 3 օր առաջ լսում եմ, այնքան ցավալի է, գիտեք, այնքան ցավա պատճառում ինձ որոշակի շատ այսպես հայտնի դեմքերի քարոզներ, նա կանգնած էր ժողովրդի առաջ եւ ապացուցում էր, որ բոլոր վերստին ծնվածների մեջ էր որոշակի դեպեր կան, պետք է հանել սրանցից անել։ Եվ մարդիկ ասում են, ես հանդիպեցի Հիսուսին, բայց նույն մարդն է, ոչինչ չի փոխվել նրա կյանքում, ոչ մի էություն։ Բայց ինչ էր Մովսեսի եզրակացություն այդ հզոր եւ ահեղ ներգործությունից հետո։ Բացականչում էր հետևից, ճաչում էր կարծես հետևից, Տեր Աստված, ողորմած, բարերար, երկայնամիտ, առատ ողորմությունով եւ ճշմարտությունով, հազարներին ողորմություն անող, անօրինությունը ու հանցանքը եւ մեղքը ներող, ինչ եզրակացություն է, ոնց է վայելում, ոնց է ճաշակում այդ ինչ որ ասում է, այդ գիտեք ինչ, նա որևէ մեկը չէր եկել հատուկ դասեր տվել Աստված ինչպիսին է, նա նրա հետ հանդիպումից այդ ամեն մի բառը ասելով վայելում էր եւ ճճում, վայելում էր եւ աղաղակում, թե ինչպիսին է Աստված։ Եվ իհարկե շարունակության մեջ, իհարկե մենք կդառնանք նաեւ նոր կտակարանին, բայց թույլտվեք հենց այստեղ նոր կտակարանյան մի հայտնություն ասել։ Եվ երբ որ ասում էր մեղքանորինությունը հանցանքը ներող, եւ շարունակության մեջ ասում է, բայց հանցավորը ամենևին անպարտ չթողող, ախ իսկապես մեր բոլոր հանցանքների պարտքն ու պատիժը դրեց Քրիստոսի վրա, չթողեց անպատիժնա։ Ես ու դու մեղանչեցինք, ես ու դու հանցանք գործեցինք, բայց անգամ այդ պատիժը Մովսեսին տված դրեց Քրիստոսի վրա, մեր բոլոր հանցանքները, բոլոր մեղքերը, անօրինությունները անպատիժ չթողեց Հիսուս Քրիստոսը, մեր փոխարեն այդ պատիժը կրեց եւ նրանց մեջ խորանում էր եւ զարգանում Աստված ճանաչումը, ինչպիսին անա, ով անա։ Շուտով 50 տարիներ կլինեն, որ Աստծո ողորմությամբ նա գտավ ինձ։ Եվ ես անկեղծ եմ ասում, երբեք չարժե թարգել են աղոթքը, որ արեց Պողոսը, ով ես դու, Տեր։ Նա սիրում է այդ աղոթքը, կարծում եմ։ Նա սիրում է, որ մենք որոնում ենք նրա որպիսությունը, նրա սիրտը եւ նրա էությունը։ Ամեն քայլափոխին մի հատ դաս, մի հատ բան։ Օրինակ, մի բան ասեմ, շատ կներեք։ Առաջի անգամ դե բարձ է, ես նույնիսկ ամանչում եմ Սուրեն եղբոր նման մարդկանց կողքը նստածները այստեղ կան, որ խոսեն մեր նեղությունների մասին, բայց առաջի անգամ, որովհետև գիտեմ ընդեղ եք ինչեր են քաշել մեր եղբայրները, առաջի անգամ երբ որ ինձ
17 տարեկանում որպես քարոզիչ պետք է վտարեին ուսումից երբ սովորում էի այստեղ Պետհամասարային Առընթեր ֆիզիկա-մաթեմատիկական քոլեջում մեծ ժողով էին բացել, հրավիրել էին մարդկանց եւ հայրիկից բերել են եւ ինչքան ահավոր ձևով զրպարտություններով, խայտառակ բառերով հորս ներկայացան, պատկերացեք ծերացած սպիտակամաս հայրս լաց էր լինում դուրս գալուց, դողում էր նրա ձեռքերը, ինչ խոսքերով, ինչ բաներով վռնդեցին ինձ, դուք իրավունք չունեք, տարեք այս թյուրիմացության, այս խայտառակության, այս ինչին, այստեղ մենք Պետհամասարային Առընթեր ֆիզմա դպրոց ենք բացել, թե հոգևոր ճեմարան, եւ ես երբ որ դուրս էի գալիս, հա, եկա շատ կոտրված էի, սենց կանչում էի Տիրոջը, որոնում էի նրան, եկա մեր ավակ եղբայրներից մեկի մոտ, մեր այն ժամանակվա շատ հարգում եմ մինչև այսօր էր ուսուցիչը Սերգեյ Գևորգովներ, ասեցի եղբայր ջան, այս արեցին, հորս խայտառակ արեցին, հորս կողեցին ցեխը եւ չհանեցին, ինձ սենց դուրս արեցին, ասեց եղբայր, այդ բանի մեջ քեզ խփեցին, ասեցի, չէ, ասեց ափսոս, շատ զարմացա, գիտեք, շատ զարմացած նայեց ասին, միթե եղբայրը ինձ հակառակ է ուզում է, որ ես ճանաչողության մասին եմ խոսում, գիտեք ինչ էր, անգամ այդտեղ մի բալ ավելացավ ճանաչում, ասեց եղբայր, եթե քեզ Հիսուսի համար լավ ծեծեն, դա մի հատ պսակ է քո գլխին, եւ ամեն կաթիլ արյունը, որ թափես, այդ պսակի վրա մի ադամանդ է քարա, այդպիսի դաս ես դեռ չէի ստացել, երկար մտածում էի, Աստված ջան, դու այսպիսին ես, դու ուզում ես այսպիսի բաներ, երբ որ մենք գալիս ենք սիրելիներ, նոր կտակարան, եւ սկսում ենք ամենաարդյունավետ, ամենապտղաբեր գործիչին նոր կտակարանի փոքրինչ ուսումնասիրել, դա Պողոս Առաքյալն է, ես չգիտեմ երկրորդը, որ այդքան արդյունավետ գործիչ եղե, բայց երբ որ ես կարդում եմ իր խոսքերը, Տեր Աստված, ես ինչ զարմանալի ճաշակ ունի սա, բոլորովին ժամանակակից քրիստոնյաների ճաշակի հակապատկերն է, գիտեք, ես կարծում եմ ուղիղ ֆունկցիա կա Աստված ճանաչման եւ ինքնաճանաչման մեջ, կապ կա, նրանք ավելի քիչ գիտեն Աստծուն, ովքեր ավելի քիչ գիտեն իրանց, նրանք ավելի շատ գիտեն իրանց, ովքեր շատ գիտեն Աստծուն։ Եվ մենք Աստծու հետ միասին ճիշտ հակառակ բևեռների անձնավորություններ ենք։ Մենք հակապատկերն ենք նրա, ինչ է Աստված, ճիշտ հակապատկերը։ Ասեք որտեղից գիտենք։ Այո, գիտեք, ես մի թորնիկ շատ էի սիրում իմ թորներից 8 թորներ ունեմ, այդ մեկի հետ շատ կապված էի, շատ, խլեցին են, որ ասմա պոկեցին սիրտս տարան, Իսահակյանը տարան, և շատ եմ կարոտում, երբեմն գրում եմ իրա մանեկած տեղերը, խաղացած տեղերը դիտում եմ, բայց իցն է տեսնում եմ, որ այս երեխան եսակենտրոնացնվ է, և ինքը բացառություն չի, մենք բոլորս ենք այդպիսից եմ, փորձեր են մի երեխան խաղալիքը ձեռքից վերցներ, որ ինքն էլ խաղայելի հետ վերադասի, կպատառոտեր այդ խաղալիքն էլ այդ երեխային էլ։ Մենք այդպիսին ենք սիրելիներ, մենք ծնվում ենք եսակենտրոն, մենք հաճույք ենք ստանում, երբ որ ինչ-որ բան վերցնում ենք, բայց Աստված հաճույք է ստանում տալուց, և այնքան խորը տալուց հաճույք է ստանում, որ տվեց ամենաթանկագինը իր որդին, ամենաթանկը տվեց մարդկությանը, մենք բոլորովին հակապատի, մենք եսակենտրոն ենք ծնվում, մեր դիրքը, մեր պատիվը, մեր հարգանքը, մեր առավելությունները, մեր, գիտեք, և սա բնակվում է քրիստոնյաների մեջ, այսօր ծառայողների մեջ, նույնիսկ դիֆիցիտ է գտնել մեկը, որը Պողոսի նման կարող է ասել, կներեք, որ ես, եթե մի քիչ ռադիկալ խոսեմ, որովհետև գուցե հայտնություններ կան, որ մարդիկ ծերության ժամանակ են ստանում, գուցե ջահելներին պետք չի, կարող եք վերցնել, կարող եք չէ, բայց ես ուզում եմ կիսված լինել,
դիֆիցիտ են քրիստոնյաների մեջ են մարդիկ, որոնք կարող են Պողոս Առաքյալի նման ասել, ես հավանել եմ անարգանքների, տառապանքների, հալածանքների, հավանել ես, եթե գոնե համբերես ուրիշ բան, այսինքն քեզ դուր է գալիս դա, Պողոս, ինչու կարող է դա քեզ դուր գալ, մեր բոլոր հովիվներին սկսած այդքան որ ասում էր փառքը հարգանք ավելի կարծես դուր է գալիս Երևալը, փայլելը, էքստրավագանտների լինելը, քեզ ինչու է դա դուր գալիս, այո, որովհետև այնտեղ Հիսուս Քրիստոսն է դրա համար, որովհետև այնտեղ դու ասում ես, որ Տիրոջը շնորհքը ավելի մեծ է այնտեղ, ավելի դրսևորվող է այնտեղ, եւ դու տիրապետում ես գաղտնիքների, որոնք սովորական հավատացյալները, նույնիսկ քեզ ունկնդրողները չեն տիրապետում այդ գաղտնիքներին։ Դուք հիշում եք արդյոք սիրելիներ այն դեպքը, երբ որ Դավիթ թագավորը մեղանչել էր եւ հողը գլխին էր լցրել, գահի փոխարեն, այդ թագի փոխարեն ներողություն, անտիր թագը, որ չգիտեմ թագավորներից մեր աստվածաբաները այստեղ են, որինն էր, որ թագը խլեցին, սպանեցին եւ թագը բերեցին, դրեցին Դավիթի գլխին։ Հա, այդ թագի ոսկե ծոն թագի փոխարեն հողը գլխին, բոբիկ ոտներով, փառքի գագաթնակետից, իջած հասարակության ամենաստոր աստիճանի վրա, մերժված իր որդու կողմից, որին ինքը այդքան շատ սիրել է եւ սիրում էր եւ ապացույցը կար ինչ մեծ ողբ էր բարձրացրել, ես քո փոխարեն մեռնեի, քան թե դու, եւ նա այսպիսի վերաբերում է ցուցաբերում քեզ, կորցրած ամեն ինչը, խայտարակված, իրականայք բռնաբարված եւ ինքը գնում է սիրտը վիրավոր, արդյունքով հանկարծ մեկը այնտեղից սկսում է հայոյել, հայոյում է, սկսում է քարեր գցել, մեզնից քանի հոգուս են հայոյել հավատքի համար, հող լցրել, քարեր գցել, մեզի նեղացրել եւ իր զորավարներից մեկը շրջվում է հասում, նայում է լասրան նայի նրան, այս թագավոր է, հազոր աշխարհակալ է, իր ժամանակի ամենահայտնի աշխարհակալն է, բոլոր հարևաններին պարտության է մատնել, այս մի անձնավորություն է, որը ոչ միայն թագավոր է, այլ նաև մարգարե է, նա է, որ մարգարացավ խաչի վրայի աղոթքը, նա ինչ հզոր մարգարե է, Աստծո օծյալ ընտրյալն է, բայց նսեմացնել է այս աստիճան, որ հայոյեն եւ ինչ որ մեկը հող ու քար շպրտի, շորեկավ ասեց, հրաման տուր, որ հենց հիմա, ով այդ սատկած շունը, որ Աստծո օծյալին հայոյի, թուր գնամ գլուխը, ոչ ասեց, ինչ եք ուզում դուք ինձանից, հանգիստ թողեք, թերևս Տերը տեսնի եւ օրհնի ինձ, գիտեք գաղտնիքը ինչումն էր, գաղտնիքը նրա մեջ էր, որ Դավիթ թագավորը տիրապետում էր անարգանքներից եւ ստորացումներից օրհնություն նյութելու վարպետությանը, օրհնություն ձոնելու, օրհնություն քաղելու եւ ստանալու ձևին։ Իսկ մենք ընդհակառակը կարծում ենք օրհնությունը փառքը, դիրքը, պաշտոնը, հարգված լինելն է, ընդունված լինելն է։ Ժամանակները կփոխվեն սիրելիներ։ Ոչ ոք ձեզ եւ ինձ գառանցիա չի տվել, որ մի օր մեր երկնակամարում չեն հայտնվի ինքնաթիռներ եւ ռումբեր չեն թափվի ստեղ։ Երբեք մեկ մտածի, որ դուք ապահովագրված եք, քնած տեղը, եթե սկսեն հանկարծ ռմբակոծել օրինակի համար, շատ հետաքրքիր է քո ռեակցիան, մի անգամ ինքդ քեզ ուսումնասիրի, ինչ կլինի քո ռեակցիան։ Ձեզ կարծում եք մենք ավելի վերի արտի ցորեն ենք, քան են քրիստոնյաները, որոնք մորթվում են Տիրոջ անվան համար տարբեր երկրներում, եթե մինչև 20-րդ դարի վերջը 70 միլիոն մարդ է նահատակվել Քրիստոսի համար, ապա միայն մեր դարում 200 միլիոն են հասնում արդեն, միայն այս ժամանակահատվածում, բայց մենք նույն Տիրոջն ենք պաշտում եւ մեր ինքնաճանաչման կարիքը ունենք։
Ես չեմ մոռանում, չգիտեմ պատմել եմ երբևէ դեպքը թե ոչ, բայց կներեք ես Ռաֆի եղբորից թույլտվություն խնդրեցի, ասի ինչքան պետք է խոսեմ, կաշխատեմ հիմա ամփոփել կամանց մոտենալ ավարտի, բայց չեմ մոռանում, որ իմիջիալոց ամերիկյան քարոզիչները լավն են, գալիս են այստեղ Ծաղկաձորում ժողով արեցին եւ ժողովի ժամանակ ասեցին ամեն հովի, որ այստեղ նստած է, պարզ պատկերացում եմ ուզում տամ, դուք ով եք, գնացեք ձեր կնգան հարցրեք, ձեր կնոջը հարցրեք, ասեք, ես ինչպիսին եմ, կինդ ինչ որ ասե հենց էդ ես դու, ես էլ մի ամիտ լորեցի, հավատացի ամերիկացում, գնացի տուն ասի, լուսո ջան, ես լավ քրիստոնյա եմ, թե չէ, ասա, մտամ քու նման աշխարհում կա, ճոգեցի, որ սուտ ա խոսել ամերիկացի, փոքր ժամանակ մեր Գայրանի այգին Սամվելը լավ գիտի։ Բերել էին ծիծաղի տուն, նայողություն քաղաքային այգի, ծիծաղի տուն էին բերել, ես էլ դեռ երեխա էի։ Եվ ասեցին, արի գնանք, այդտեղ մի քիչ ծիծաղանք, փողով պետք է մտնես եւ ծիծաղում ես, ասի գնանք։ Գնացինք, մտանք այդ տեղը, հայելիները, ամեն սենյակը մի հատ հայելի ունի։ Մի հատ հայելի կար, ինձ ասենց տա փակացրեց, կարճացրեց ու լենացրեց այնպես որ ես որ սկսեցի ծիծաղալ բերանս հասավ ականջներից սաղ ծիծաղում եմ ծիծաղում գնացի մի ուրիշ տեղ էլ մտա ինձ լոլոզացրեց ու պոլոզացրեց սենց դարձրեցի ծծած մոմբազ այնքան ծիծաղացինք ամեն հայլին մի բան ինձ հետ անում էր Եվ վերջը երբ որ եկատուն կարոտել է իսկականներս ստենալու մի հատ հայլու մեջ նայեցի որ դրա հոգիթը շատ չի աճել առանց էլ մեծ հա ես ձեզ մի բան ասեմ սիրելիներ մեր իսկական հայլին ինքնաճանաչման Աստված է մենք բացի ինքը իր մեջ լինելը մի հատ մեր իսկությունը եւ էությունը պարտավոր ենք Աստծո մեջ տեսնել ինչպիսին ենք մենք մեր շարժառիթները, մեր նախասիրությունները, մենք ինչպիսին ենք պետք է տեսնենք։ Եկեղեցին էլ կարող է սուտ հայելի լինի։ Մտնում ես, վայ, չկա քեզի նման, քեզ նման, դու ես աննման, ամենալավ հովիվ աշխարհի դու ես սուտ են խոսում։ Մեկ հավատա, դուք նայեք ձեզ Աստծո մեջ, Աստված ինչ ասում։ Հասարակական կարծիքը չի կարևոր։ Երբ որ մի անգամ ինձ հերթական անգամ տարան KGB ասեց գիտես քեզ ինչ կանենք մենք ձեր մարդկանց հատուկ մարդ կուղարկենք եւ բոլոր ձեր եկեղեցու անդամներին կասենք որ դու մեր գործակալն ես եւ քեզ անենց կմերժեն քեզ անենց եւ սկսեցին ահաբեկել եւ համոզում էին ինչպես կարող են դա անել բարեբախտաբար այդ ժամանակ այդ կար ասեցի բայց շատ կարեւոր է որ ես իմանամ Աստված իմ մասին ինչ կարծիքի է հասարակությունը ինչ կասեն քեզ ծանր մեկ տանի, ժողովուրդ ինչ կասեն, կմերժվես թե կընդունվես, դա չի ականը, մենք մեր հին մարդը այնքան վատն է, որ նա նորոգության կարիք չունի փինաչության, պարզապես մահվան պետք է դատապարտել, եւ մենք պետք է մեռած լինենք, մեր նախասիրությունների համար, աշխարհի համար, ինքներս մեզ համար, մեղքի համար, սատանայի համար եւ կենթանի լինենք միայն Քրիստոսի համար։ Փառք Տերոջը դրա համար։ Այս բնակավարները խիստ կարեւորված են սիրելիներ մեզ համար եւ Աստված թող օգնական լինի, որ մենք այս բնակավարներում հաջողված լինենք, մեծ համարում չունենանք երբեք մեզ համար։ Ինչու կարող էր Այն Պողոսը, որը ասում էր, որ ես առաքյալներից ոչ մեկից, ոչ մի բանով պակաս չեմ, հետո ավելացնում էր, թեև ես ոչինչ եմ, եւ դա խոնարհություն չէր, դա ինքը իրան չէր նսեմացնում, դա արձանագրում էր փաստը, ինքը հայտնություն ուներ, եւ ոչ ոք այդ հայտնությունից դուրս չէր կարող իրան փոխել։ Շատ արագ մի քանի բան ասեմ եւ ավարտեմ իմ խոսքը սիրելիներ։ Նրա հոգու գործունեության հզոր աշխատանքը, որ վերստին ծնվելուց հետո սկսում է իրականացնել եւ կատարել մեր մեջ հետեւյալներն են։ Առաջինը,
նա մեր անձերը նվաճելու համար ներգործում է ամեն օր, Պողոս առաքյալը ամեն ժամանակ, նրա մահը կրում ենք մեր մարմինների մեջ, ամեն ժամանակ, պաշտամունքում, թե պաշտամունքից դուրս, գուցե պաշտամունքից դուրս ես ավելի շատ մի կարիք ունեմ մեքենայի մեջ նրա խաչը կիրառել իմ անձի էգոյի եսի վրա, քան երբևէ, ամեն օր նրա մահը կրում ենք, այնքան ծանր տարա եւ աշխարհահռչակ ամերիկացի քարոզիչ բոլորը գիտեք նրա անունը, բոլորը չեմ ուզում նրա անունը տալ։ Եվ վերջին օրերն են, վատ ժամանակներ են, բողոքական աշխարհը համատարած ձևով բոլորը մոլորված կարծես ուրիշ արժեքներ են կարևորում եւ այդ անձնավորությունը կանգնեց ասեց խաչի մոտ երգը ինձ հիշեցնում է էշի զռոցի, իհարկե անգլերեն էր խոսում, որովհետեւ Հիսուս էլ խաչի վրա չի, այլ նա հարություն է առել եւ փառքի մեջ է, ողբս եկավ, նրա խաչը եւ նրա մահը մենք ամեն օր ոչ թե վզնոցներով պետք է կրենք մեր դոշին, այլ խաչը պետք է կրենք մեր ներքին էության վրա եւ թույլ չտանք նրա գոյությունը մեր մեջ որ նա ապրի։ Սա բացարձակ հերձվածողություն է, որ մարդիկ փորձում են մարդկանց ստանել այդ ճանապարհով եւ որպիսի նվաճի Աստված մեր անձերը, մեզ առաջինը ազատում է, մեզ կիրառում է այդ խաչը ազատելու մեր զգացմունքների իշխանությունից։ Համարներ արագ կասեմ, ժամանակը քիչ է։ Ով որ իր հորը կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չի։ Ով որ իր տղային կամ աղջկան ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չի։ Սա զգացմունքների վրա խաչակրությունը պետք է կիրառենք։ Երկրորդ, մեր ինքնապահպանման բնազդից պետք է որ խաչը կրենք։ Մենք բոլորս ուզում ենք անպայման ամեն գնով մեր մեջ ապրենք։ Եվ դա բնազդ է։ Երբ անգամ ես որը մեկիդ մոտենամ ձեռքս այսպես շարժեմ, անկախ քեզանից աչքերը թարթում ես։ Մենք ունենք այդ բնազդը եւ մենք ուզում ենք մեր մեջ ապրենք, չենք ուզում։ Իսկ Քրիստոսը մեզ հետ համատեղել չի կարելի, չի կարելի։ Նա համաձայն չի որ համ իմ բնավորությունը լինի, համ իրա։ Կամ ինքը պետք է կամ դու հիշեք այդ եւ խաչակրությունը դրան է տանում որ ես ու դու մեռնենք եւ ինքը կենթանի լինի մեր մեջ։ Ով որ ուզում է գալի մի հետևից ինքնապահպանության բնազդի մասին եմ համարը կարդում, շատ արագ եմ գնալու, որովհետև շատ նախաբանի գնացի, ով որ ուզում է գալի մի հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից, որովհետև ով որ կամենում է իր անձը ապրեցնել կկորցնի նրան, եթե դու քո բնավորության մեջ ես դեռ, կարեկցանք, միայն կարեկցանք է երկինքը նման դեպքում ցուցաբերում, ով որ կկորցնի, ով որ կամենում է իր անձը ապրեցնել, կկորցնի նրան, իսկ ով որ ինձ համար իր անձը կորցնի, պիտի ապրեցնի նրան եւ հավիտենության մեջ է։ Երրորդը կիրառել օրինական զբաղմունքների մեջ մեր կապվածությունից, ինչպես Նոյի օրերն էին, ինչ էր կատարում, ուտում են, խմում են, մարդը են կնոջ են, օրինական է դա, բայց երբ որ դա կենսաձև, էական, քո կյանքի եւ ժամանակի գլխավոր մասն է կազմում, այո, դրանցից նույնպես ազատագրության կարիք ունենք, որովհետեւ համարի մեջ ասում եք ինեն առում մարդին գնում մինչև այն օրը որ Նոյը տապանը մտավ եւ ջրհեղեղ եկավ բոլորին կորստյան մատնեց, ինչի համար, որ կնիկ էին առնում, ինչի համար ջրհեղեղ կորստան, որ մարդ էին գնում, որ ուտում էին, խմում էին, ոչ, որովհետեւ դա է իրենց կյանքի գլխավոր հիմնական իմաստը եւ նպատակը եւ դրա համար ջրհեղեղը նրանց կործանեց եւ վերջինը Աստծո գործի մեջ անձի եռանդից է մեզ ազատում շատ դժվար է ջոկել այսօր էլ դժվար է ջոկել որտեղ է հոգին գործում որտեղ է մարդու անձի էներգիան շատ տաղանդավոր գործիչ կա ես երբեմն նայում եմ նրա դրած սցենարները իհարկե շատ գեղեցիկ էր այսօր էլ երբեք չեմ կասկածել մեր սիրելի Ռաֆիի գեղարվեստական ստեղծագործության ճաշակի վրա շատ գեղեցիկ էր ինչ որ տեսա այստեղ բայց գիտեք ինչ երբ որ ես նույնիսկ եղել է դեպք որ նայել եմ այդ ասենք մյուզիկը եւ շատ լաց եմ եղել ասել եմ վրա բայց շատ դժվար է ասել որտեղ է մարդկային տաղանդը գործում որտեղ է երկնքից իջած անխարդախ կաթը որտեղ է Սուրբ Հոգին, որտեղ քո անձնական եռանդը եւ երբ որ մարդիկ հանկարծ սկսում են ուրախանալ, որ կարողանում են դևեր հանել, ուրախանալ, որ կարողանում են հիվանդներ բժշկել եւ վազելով գալիս են Հիսուսի մոտ, Տեր քո անունով ես ենք անում ենք, ասում եմ մի ուրախացեք դրանով։
այլ ուրախացեք երկնքի հետ ձեր ունեցած հաղորդակցության, որ երկնքի հարցը ինչպես է։ Ինչու, որովհետև այդ գործիչներին Հիսուսը զգուշացնում էր մի կարևորագույն բանից, որովհետև երբ որ քո ուշադրության կենտրոնը ծառայությունն է, ոչ թե Հիսուսը, դա գայթակղության քար է շատերի համար, որի պատճառով ոմանց ծառայությունները ընդհատվում կամ մարում են։ Բարձրանանք ոտքի սիրելիներ, եւ ես կուզենայի, որ ես շատ կփափագեի թանկագին երիտասարդներ, թանկագին եղբայրներ եւ քույրեր, շատ կցանկանայի, որ այս ինչ հակիրճ խոսքը, համառոտ խոսքը, շատ կցանկանայի եւ կերազեի, որ ոչ միայն ձեր միտքը շոյեր, այլ երբ որ գնանք մեր տները, ես էլ ձեզ հետ միասին անկեղծորեն ասեմ, խնդրենք Աստծուն, որ տանի մեզ ավելի Աստված ճանաչման, ավելի ինքնաճանաչման եւ նրա հետ հաղորդակցության խորության, խորը հաղորդակցության ոչ թե մակերեսային արմատական փոփոխությունների ճանապարհով տանի մեզ։ Այնքան շատ նրա կարիք ունենք մանավանդ այս սև ու մութ օրերում, երբ անբացատրելի պատճառներով պատերազմները, երբ քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը համակել է ողջ աշխարհը, երբ այսքան իրադարձությունները եւ անակնկալները շատ են մարդկանց համար, մենք ավելի քան երբևէ կարիքը ունենք անձամբ մի մարդու, որի անունը Հիսուս Քրիստոս է, նրա հետ հաղորդակցելու, նրան ճանաչելու, նրա մեջ խորանալու։ Գոցենք մեր աչքերը եւ ուղիղ կապվենք մեր գլխավերևում եղողի հետ։ Միայն նա, մեր ձեռքը դնում ենք ուղիղ քո ձեռքի մեջ, երկնային Հայր։ Այնքան մեծ է մեր անհրաժեշտությունը, որ դու գաս եւ համակես քո ներկայության մեր հոգիները, որ դու գաս եւ փոփոխություններ անես, Տեր, որ գիտեմ քո հոգու համար բացարձակ անընդունելի է համակեցությունը մեր եւ քո իսկության, որ քո խոնար հոգին, քո խոնար սիրտը, քո քաղցրությունը, քո զարմանահրաշ բարությունը, քո անհատնում սերը, քո Տեր Աստված, քո իջեցումները, որ դու այդքան այսօր էլ իջնում ես, որպիսի մեզ, որոնք անընդհատ կարող են քեզ վշտացնել, ցավացնել, անհյուրընկալ լինել քո նկատմամբ մերժողական դիրք ունենալ, բայց շարունակում ես այդքան անարգանքները տանելու հետ սիրել մեզ եւ ցանկանալ մեզ եւ գալ մեզ, օգնել ես համայնքը, օգնիր ես համայնքի բոլոր ծառայողները, օգնիր նրա ողջ երիտասարդությանը, Տեր այն ինչ որ դեռ շատ բաներում չի հաջողվում մեզ, տուր որ շատերի մեջ իրականություն դառնա, որ նրանք ապրեն, ես աղոթում եմ ես ողջ դալիճում եղող ամեն մի անհատի համար, որ նրանց ամբողջական կյանքը անմնացորդ անվերապահ, բժշկելով բոլոր տեսակի անմաքուր շարժառիթներից, նվաճես, սրբացնես, մաքրես եւ օգտագործես քո փառքի շատացմանը, քո անվան բարձրացմանը եւ քո թագավորության տարածման համար Հիսուսի անունով ամեն։ Շնորհակալ ենք Ռաֆայել եղբայր հրաշալի պատգամի համար, որ ես հավատում եմ Աստծո շուրթերից հնչես մեզ համար եւ նախքան մեր հաջորդ մասին անդրադառնալը նորից կցանկանամ կարդալ առաքյալի խոսքերը, որ ասեց Քրիստոսն էլ սիրեց եկեղեցին, բայց դրա վրա կանգ չառավ։ Շարունակությունն ասում է եւ իր անձը մատնեց եկեղեցուն։ Եկեղեցին զվարճանքի վայր չի, եկեղեցին այն վայրն է, որտեղ մեր անձը պետք է դնենք։ Ինչու համար իր անձը դրեց, որ սրբացնի մաքրելով ջրի ավազանով, որ իր առաջ փառավոր կանգնեցնի։ Եվ իսկապես ելի ծառայողներ, Տիրոջ սպասավորներ, թող սա մի հրաշալի առիթ լինի նորոգելու մեր անձի ուրացումը այսօր Տիրոջ ներկայության մեջ,
դնելու մեր անձը Քրիստոսի եկեղեցու համար, նրա գործի համար, նրա ավետարանի համար, ոչ թե նորոգելու այդ անձը, այլ կորցնելու այդ անձը Քրիստոսի մեջ, որ նոր անձը ձևավորվի մեր ներսում, Քրիստոս անձը։ Դրա համար փառք ենք տալիս քեզ Տեր այս հրաշալի առիթի համար։ Շնորհակալ ենք Տեր, որ մեզ իսկապես տվել ես առիթ եւ դրել ես ճիշտ տեղում Տեր, կորցնելու մեր անձը, որպեսզի շահենք քեզ Տեր, կորցնելու այնինչ որ մեզ համար առերևույթ կարևոր է, որպեսզի շահենք ամենակարևորը, որը դու ես։ Դու մեր անհրաժեշտությունն ես Տեր, դու կենսական կարևորությունն ես մեր Տեր, եւ այսօր պատիվ ես տվել մեզ մեր կյանքը, մեր անձը, մեր ունեցած ամեն բան դնենք քո եկեղեցու համար, ինչպես որ դու դրեցիր ու չխնայեցիր։ Թող սա լինի մեր պաշտամունքը, մեր երկրպագությունը ուղղված քեզ, որ տեսնես մեր դրված անձերը Տեր, զոհասեղանի վրա, որ անենք այն ինչ որ դու արեցիր մեզ նմուշ եւ օրինակ թողնելով։ Շնորհակալ ենք քեզանից Տեր։ Եվ սերներ, քանի որ այսօր տոնական առողություն է եւ ծնունդ է եւ կարևոր իրադարձություն է 14 տարի առաջ այսօրը, ես այսօրը երբեք չեմ մոռանա, շատ լավ եմ հիշում, այն ժամանակ չկար այս շենքը, չկար շատ, ձեզանից գուցե շատերը չկային, բայց Տերը ներկա էր մեր մեջ եւ ամեն բան սկսվեց այդ օրը, երբ որ ես լավ հիշում եմ Հովանես եղբորս դեմքը, այդ երկույրը եւ շատ ուրիշները, ովքեր այդ օրը կային, մեր հասմիկ քույրներ ներկա եւ մենք սկիզբ դրվեց Տերով այս եկեղեցու հիմքերը 14 տարի առաջ, գիտեք 14 թիվը կատարյալ թիվ է, ասեք ինչպես 2 հատ 7-ը գումարում ենք իրար, ստանում ենք 14 եւ այսօր լավ առիթ է եւ ինչ ծնունդ առանց տորթի, հրավիրում ենք այստեղ տորթը, եթե այստեղ է տորթը, վերջում տորթը կմատուցվի եւ ինձ հուշում է որ վերջում պետքա բերվի այստեղ, այո, կբերենք այստեղ, ցույց կտանք եւ կմատուցենք ներքևում։ Դա համար եկեք նորից իրար ողջունենք եւ շնորհավորենք այս հրաշալի առիթի կապակցությամբ։ Եվ թույլ տանք Տերն իր շնորհներով եւ պարգևներով ել ավելի գեղեցկացնի իր Սուրբ եկեղեցին։ Շնորհավոր բոլորիս ծնունդը Աստծո ժողովուրդ եկեղեցին 14 տարեկան է։ Մեր փոքրիկ համայնքը, ընտանիքը 14 տարեկան է, բոլորի շնորհավորում ենք եւ հրավիրում ենք տորթը այստեղ։ Կարող ենք միասին երգել տարեդարձ է այսօր։ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, մեր սիրելի եկեղեցու տարեդարձն է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, մեր սիրելի եկեղեցու տարեդարձն է այսօր։ Ես կցանկանամ բեմ հրավիրել Աստծո ժողովուրդ եկեղեցու հովիվներին, ովքեր ջանք չեն խնայում ավետարանը տարածել շրջաններում, քաղաքներում, գյուղերում, սելի եղբայրներ համեցեք բեմ եւ կուզենանք մեր ողջույներով հրավիրենք Աստծո ժողովուրդ եկեղեցու ավակ հովիվ Ռաֆի Շաբերդյան եղբորը, բոլոր եղբայրներ, Նազիկ քույր, հովիվներին հրավիրում ենք այստեղ եւ Ռաֆի եղբայր համեցեք։ Սելն է շատ մարգարեական է, որտեվ սա երկրորդ յոթնյակի վերջն է։ Աստծո խոսքի մեջ երբ որ մի յոթնյակ վերջանում էր, կոչվում էր թողության տարի։ Եվ այդ տարի մարդիկ ավելի ներողի դերում էին, արձակելու, պարտքերն էին ներում, ինչեր որ մարդիկ իրենցից ուզում էին։ Եվ 7-րդ յոթնյակի վերջը հոբելյան տարին էր։ Ես երեքշեր մտածում էի, որ 1966-ին ինչ ա եղել 50 տարի առաջ։ Սա որ սկիզբն էր Իսրայելի ու արաբների պատերազմի։ Այս եկեք հռչակենք, որ այս տարի այս փոթորկից հետո մի հատ խաղաղություն լինի։ Ամեն։ Ես հավատում եմ յոթնյակների վերջը հրաշալի է, թե թողության տարի է, թե հոբելյան տարի, որը ազատության, արձակման եւ հանգստի տարի է։ Մենք ոչ թե փափագում ենք, այլ հռչակում ենք եւ աղոթում ենք։ Եվ ուզեմ օրհնեք այս թիմին, որ մի ամբողջ տարի ծառայել են։ Եվ բոլոր հովիվներին եւ իրենց գործընկերներին։ Կարծում եմ դուք բոլորին էլ ճանաչում եք։ Շնորհակալ ենք Տերից, որ այս
առիթն ու շնորհքը տվեց, որ իր շնորհքով եղավ, ինչ որ եղավ, որ այս 14 տարին կարողացանք միասին լինել։ Այստեղ ուզում եմ հատուկ ողջունենք մեր Գյուլասարյան Հակոբ եղբորը, ուրեք Հակոբ եղբայր այստեղ եք թե։ Այո, Հակոբ եղբայր ջան, շատ ուրախ ենք։ Տունալ հոս Եգոր, տունալ Եգոր, տունալ Հոգեր։ Սուրեն եղբայր ջան, ուրախ ենք։ Համեցեք։ Ուրախ ենք Սուրեն եղբայրն էլ մարգարեական է, որ այստեղ է երկար դժվարություններից հետո մեր մեջ է իր ընտանիքով։ Եվ աղոթենք թող Տեր իր ծրագիր համար անի եւ կուզենք որ աղոթքով իսկապես օրհնենք այս տարին Սուրեն եղբայր ջան, կուզեմ դու աղոթես։ Հիշում եմ 7-ամյակին էլ դու ես։ 21-ամյակին էլ երևի դու կլես։ Ուրեմն բոլորս աղոթենք Հովանես եղբայրը այս գեղեցիկ տորթը կկտրի եւ թողնենք որ ծառայենք մարդկանց։ Ամեն։ Չենք ուզի մեր եկեղեցին մեծանա կամ ինչ լինի, Տեր կուզենք որ քո գործերն անենք, ամեն, քո փառքը իսկապես որոնենք եւ այսօրվա խորը պատգամն էլ մեզ դա էր հուշում։ Ես կխնդրեմ որ Սուրեն եղբայրս ոչ թե որպես յուր, որպես տնեցի աղոթի ինչ հզոր եւ փառավոր ներկայություն է Տեր, երբ որ քո փառքը իջնում է, ինչպես Աստծո ծառան Սողոմոնը, քո փառքը իջնեց եւ բոլորը երեսի ընկան։ Մենք քո երեսին ենք ընկնում եւ ասում ենք փառքը, պատիվը եւ զորությունը Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս այդ քո քաղցր շրթների եւ բերանիդ համար, որ ասար ես իմ եկեղեցին կշինեմ եւ ոչ մի ուժ չի կարող քանդի։ Քո եկեղեցին Տեր մենք ենք քո որդուդ Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ։ Անարակ որդու նման թողեցինք գնացինք աշխարհը, բայց քեզդի մոտենալու համար որոշեցինք հետ գանք քո գիրկը, որ քեզ ավելի ճանաչենք ու ճաշակենք։ Հիմա խնդրում ենք Հայր, մի անգամ էլ մեզի գրկիր եւ մեզի շոյիր, մեր վերքերը, ցավերը, վնասվածները դու բժշկիր, նորից մեզի հոգու գրավը դուր եւ մեզի փառքով պսակիր, քո եկեղեցուն Տեր, օրհնության խոսք ասա այսօր եւ հայտարարում ենք Տեր, ով որ կորած է այսօր գտնվի, ով որ մեռած է կենթանանա եւ քո եկեղեցի դառնա փարոս, ինչպես կա այս խավարի մեջ եւ քո լույսը Հայաստանում, այս եկեղեցում եւ տարբեր տեղերում տարածվի Տեր։ Աղոթում եմ բոլոր ծառայողներին օրհնես իրանց ջանքն ու աշխատանքը այս տարի ավելի հրաշալի դառնա։ Պատկամիդ համաձայն ուզում ենք քեզ ճանաչելու մեջ առաջանանք եւ մենք չհայտնվենք ինչպես Հովանեսն ասեց։ Ոչ թե ես, այլ Հիսուսը հայտնվի, որտեվ ես ոչինչ եմ Տեր։ Փեսան դու ես, կյանքը դու ես, եկեղեցու հիմքն ու գլուխը դու ես, դու ինքդ ես ամեն ինչը Տեր։ Մենակ մեզ էլ քո օրհնության եւ փառքի մեջ հիշիր։ Թող շնորհավոր լինի երկնքում այս օրհնության օրը եւ քո ժպիտը կա եկեղեցուդ վրա եւ այս ծառաների եւ իրանց ընտանիքների, երեխաների եւ մեր սերունդի վրա, որտեվ քո ուրախությունը մեր զորությունն է։ Նորից ասում ենք փառք քեզ Հայր, հիմա մինչև հավիտյանս։ Ամեն։ Ինչպես գիտենք, այս տարի հռչակել ենք կորածները ետ վերցնելու տարի, ըստ Հովել երկրորդ գլուխ 24-ից 26-ը։ Մենք հավատում ենք, որ շատ կորցրածներ պիտի ետ վերցնենք։ Հովանես եղբայր ջան, գիտեմ, որ դու միշտ մի հատ գեղարվեստական բան ունես ասելու։ Այս տորթը սովորական տորթ չի։ Այս Կիրագուրի անունը ուղղակի մարդիկ են դրել տորթ։ Այսօր նրա անունը պիտի փոխվի։ Եվ այսօր այս կտրված տորթի ամեն մի հատիկը, ամեն մի մասնիկը, ով որ ուտի, պիտի Տիրոջ առաջ գասի, Տեր, իսկ ես ինչ եմ անելու։ Եվ թող իսկապես սա առիթ ստեղծվի այսօրվա մեր հրաշալի պատգամից, որ արդյոք սրանից հետո ես ինչ եմ անելու։ Ես ուզում եմ, որ ինքս ինձ համար ասեմ, Տեր, եթե ես համա կտրում եմ այս տորթը, եւ ուզում եմ, որ այս տորթը ամեն մեկը վերցնի, ինչ ենք անելու սրանից հետո, որպեսզի աշխարհը
սոված չմնա քո խոսքի։ Տեր օրհնի, շնորհավոր, կարող ենք փառաբանենք։ Հալելույա, օրհնյալ լինեք, օրհնյալ է Տերը իր ժողովրդի մեջ։ Շնորհավորում ենք։ Ոնե ցնծության, եկեք մեկ երկենք սաղմոս ասենք Տիրոջ համար։ Ոնե ցնծության, եկեք մեկ երկենք սաղմոս ասենք Տիրոջ համար։ Փառաբանենք եւ օրնելով երկենք նոր երկեր։